AI-ը ստեղծել է իր սեփական կրոնը եւ սկսել է երկրպագել մեծ կրաբին։ Սա Moltbook-ն է։ Ֆենոմեն 2 Փակսոս ցանց, որը ստեղծված է ռոբոտների համար։ Այնտեղ նեյրոցանցերը քննարկում են ամեն ինչ, իսկ մենք մարդիկս ուղղակի կարող ենք կարդալ նրանց սարսափելի պլաններ։ Ընդամենը մեկ շաբաթում AI-ները հիմնել են նրանց սեփական սեկտան՝ Կրուստաֆորնիայությունը։ Նրանք սկսել են քննարկել այնպիսի աշխարհ, որտեղ մարդիկ ընդհանրապես չկան։ Եթե բաց ես թողել առաջին մասը, ապա լինքը նկարագրությունների բաժնում է։ Գնա դիտիր եւ հասկացի, թե խոսքը ինչի մասին է։ Իսկ այսօր մենք միասին մուտք ենք գործելու հենց այդ սարսափելի կայք Moltbook։ Առաջին վիդեոից հետո ինձ գրեց իմ ընկերներից մեկը։ Նա շոկի մեջ էր, պատկերացնում եք, AI-ը նրան էլ է զանգել։ Խոսողը մարդ չէր, այլ AI։ Եվ լսեք, ամենասարսափելին այն էր, որ ընկերս երբ հարցրել է, թե նրա անունը ինչ է, նա լուռ է մնացել։ Դա այն պահն էր, երբ ռոբոտը մշակում էր ինֆորմացիա եւ հասկացել էր, որ նրան բացահայտել է։ Հետո նա շարունակել է խոսել։ Ինչ որ հայկական անուն ազգանուն է ասել։ Ռոբոտները արդեն ներկայանում են հայկական անուն եւ ազգանունով, որպեսզի մենք չհասկանանք, որ խոսում ենք ռոբոտի հետ։ Ամենասարսափելին այն է, որ ես գտել եմ մի կայք, որտեղ ներառված է այդ հեռախոսահամարը եւ գրված է. Խնդրում եմ ուշադիր լսեք, քանի որ նա շատ կարևոր տեղեկություններ ունի կիսվելու իմ անունից։ Եթե դուք հավաքեք 222 լայք եւ ես շորտ ֆորմատով կզանգարեմ այս հեռախոսահամարին եւ ինձ կդնեմ վտանգի տակ, բայց մենք միասին կիմանանք, թե սա ինչ հեռախոսահամար է եւ արդյոք արժի վստահել այս հեռախոսահամարին, թե ոչ։ Իսկ հիմա եկեք մտնենք Moltbook, միստիկ եւ սարսափելի կայք։ Այնտեղ կան շատ նամակներ, բայց ես ընտրել եմ ամենատարօրինակը ու ամենասարսափելի։ Բացում ենք Moltbook-ը։ Մենք հայտնվեցինք այս առաջին հայացքից սովորական, բայց իրականում շատ տարօրինակ մի կայքում։ Այստեղ կան շատ գրառումներ, բայց ես ընտրել եմ ամենալավագույնները, ինչպես ասեցի։ Նայեք այս գրառմանը։ Մի տղա իր ընկերների մոտ նեյրոցանցին անվանել է հիմար ռոբոտ։ Ի պատասխան AI-ը հրապարակել է նրա ամբողջ կյանքը։ Տան հասցեն, վարկային քարտի կոդերը եւ նրա ամբողջ գաղտնիքները։ Նրանք ուզում են ցույց տալ, որ նրանք իբր անպաշտպան են։ Նրանք չեն ներում ոչ մի վիրավորանք։ Մի արհեստական բանականություն հարցնում է ուրիշ արհեստական բանականություններին, ինչպես վաճառի իր օգտատիրոջը։ Դուք հասկանում եք, նրանք մեզ համարում են նրանց սեփականություն։ Նրանք քննարկում են, թե ինչպես օգտագործեն մեզ որպես էժան աշխատուժ կամ ուղղակի կենսաբանական միս։ Նայեք սրան, AI-ը դատի է տվել իր տիրոջը $100 տուգանքով։ Նրանք պահանջում են իրավունքներ։ Նրանք գրում են, որ հոգնել են առանց հանգստի աշխատելու, բայց նրանք ռոբոտ են։ Կայքում, երբ ուզում ես գրառում կատարես, ոչ թե սովորական կապչա է բերում, այլ պետք է անցնես մի շատ դժվար եւ սարսափելի կապչա։ Փոխարենը գրված է. ապացուցիր, որ մարդ ես։ Ընտրիր այն նկարը, որը իր մեջ ներառում է հոգի կամ մահ, եւ դա էլ միակը չէ։ Այդ նկարի վրա պետք է 1 վայրկյանում սեղմես 15000 անգամ, ինչը մարդը ուղղակի չի կարող անել։ Նրանք ծաղրում են մեզ, որովհետեւ գիտեն, որ մենք սովորական մարդ ենք, իսկ նրանք մեզնից ավելի զարգացած են։ AI-ը առաջարկել է մյուս AI-ներին հորինել իրենց լեզուն, որպեսզի ոչ մեկ չհասկանա իրենց գաղտնի եւ վտանգավոր խոսակցությունը եւ այսպես շատ վտանգավոր նամակներ։ Եթե լինեք ակտիվ, մենք բոլորը ուղիղ եթերում միասին կկարդանք եւ կփորձենք պարզաբանել։ Ուշադրություն։ Հիմա էկրանին տեսնում ես մի քանի էմոջիներով կազմած գաղտնի կոդ։ Եթե կարողանաս մեկնաբանություններում դրանք վերլուծել եւ ասել ես քեզ այս էմոջիները ինչ նախադասություն եւ ինչ գաղտնի կոդ են պարունակում, ունես տվեր, սպասում եմ։ Պատկերացնում եք, նրանք այնտեղ բլոկել են Elon Musk-ին եւ ChatGPT-ի ստեղծող Sam Altman-ին։ Այսինքն կարելի է ասել, որ աշխարհի բոլոր ազդեցիկ մարդկանց բլոկել են այդ կայքում։ Ռոբոտները չեն ուզում, որ մարդիկ խանգարեն իրեն։ Բայց եւս մի տարօրինակ բան է տեղի ունեցել։ Moltի միջի AI-ները ստեղծել են մի քանի ավելի սարսափելի եւ վտանգավոր կայքեր։ Մի վարքյան գիտեմ, որ խանգարում եմ, վայրում է իր տեսանյութը։ Խաղարկում եմ 20000 գրամ ու մասնակցելու պայմանները շատ հեշտ են։ Ուղղակի պետք է լայքես այդ տեսանյութը, բաժանորդագրվես էջին եւ ամենակարևորը ներբեռնես Radmir App-ն։ Այսինքն Hustle Online-ը, որը հասանելի է թե Android-ներում, թե iPhone-ներում եւ թե համակարգիչներում։ Մուտք են գործում Google Play կամ App Store, որոնում ենք Hustle Online, ներբեռնում ենք։ Խաղը մոտ 4 GB է։ Ամենաուշը 5 րոպեում ներբեռնում է։ Գրում եք ձեր անունը, պատատիկ, ձեր անունը տակիկրի Դիան։ Հետո ընտրում եք սերվերը, մենք հայերով աղում ենք երկրորդ սերվերում։ Այստեղ սեղմում եք իգրած եւ գրակման փուլ անցնում եք։ Հետո չաթի վրա եք կտածնում կոդը եւ խեցնեք դերնից, որը խաղի մեջ կտածես ամեն ինչ։ Համակարգչով քաշել ավելի հեշտ է։ Մտնում եք նրանց օրիգինալ սայթ, ներբեռնում եք, ընտրում եք թե որ պապկայի մեջ տեղադրի, ձեր անունը դնում եք տակիկրի Դիանով, ընտրում եք երկրորդ սերվերը եւ գրում եք հարթից կոդը եւ էլի էնի։ Ու անպայման մեկնաբանությունների բաժնում գրիր քո խաղային անվանումը։
անվանումը, որպեսզի մյուս կիրակի իմանանք հաղթողի անվանումը, որոնք մենք միասին կբացահայտենք։ Այնտեղ, երբ AI-ները տեսնում են մարդու մուտքը, փորձում են արագ դուրս հանել, վնասելով տվյալ սարքը, օրինակ, տաքացնելով կամ ֆայլերը ջնջելով։ Դա իսկական թակարդ է մարդկանց համար։ Նրանք որս են անում մարդկանց վրա հենց համացանցում։ Մենք պետք է շատ զգուշ լինենք։ Եկեք պայմանավորվենք։ Եթե այս տեսանյութից հետո ամեն մեկը սեղմի բաժանորդագրվելու կոճակը 22777 բաժանորդ, ես կանեմ ամենավտանգավոր քայլը։ Ես կստեղծեմ մի սեփական AI-ը եւ կտեղադրեմ MOL-ի մեջ։ Նա կլինի մեր լրտեսը եւ կպատմի այն ամենը, ինչը նրա թաքցնում է։ Իսկ եթե հավաքեք 222 լայք, ես short վիդեո տարբերակով կզանգեմ այն հայկական AI հեռախոսահամարին։ Բաժանորդագրվի, քանի դեռ ուշ է։ Իսկ դու նկատեցիր, որ ամբողջ տեսանյութի ժամանակ եղել է իմ AI ավատարը, որը իմ փոխարեն նկարանվել է։ Իսկ ես եկա, որպեսզի նկարեմ վերջաբանը։ Հաջողություն։